Սիրելի հայրենակիցներ, առավոտից Երևանում եւ մարզերում տերորա։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները ԱԱԾ-ն տասնյակ մեր հայրենակիցների են կալանավորել անհեթեթագույն մեղադրանքներով։ Այս պահին ունենք տեղեկատվություն, որ կալանավորված է զոհված զինվորի հայ Արա Ռուստամյանը, կալանավորված է Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը, քիչ առաջ նողկալի կերպով սենց ամբողջը տակնու վրա անելով Բակրատ Սրբազանի կեցավայրը Բակրատ Սրբազանը ԱԱԾ դիմակավորների կողմից տարվեց մեր տեղեկությամբ Մազմանյան փողոցի վրա գտնվող քնչական բաժին։ Երեկվանից արդեն, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը հրապարակեցին մի անհեթեթագույն շպարգալկա, որ իբր իշխանության զավթման ընդդիմության պլաններ, որ նույնիսկ Նիկոլի շատ էկզոտիկ եւ էրոտիկ ակցիային անհամբեր սպասող անատամ պարավները հիասթափվեցին այդ պլանից, որովհետև այնքան անհեթեթագույն էր, ակնհայտ էր, որ այսօր առավոտից սկսվելու է այդ տերորը։ Նիկոլի վախերը հստակ պատճառներ ունեն, այս ամենը, ինչ որ այս պահին, հենց հիմա կատարվում է, որտեղ ամբողջ հանրապետությունով Իջմիածնից ահազանգ ստացանք, տարբեր բնակավայրերից ընդդիմադիր ակտիվիստներ բերման են ենթարկվում։ Քիչ առաջ քնչական կոմիտեն մի հատ լավաշ հրապարակեց, թե ինչ էր պատրաստվում անել Սրբազան պայքարը, Բակրատ Սրբազանը, միացենց անհեթեթագույն կարդում ես, մտածում ես, որ Խիչկոկի այն ուժս ֆիլմերը սրա կողքը երևի, ես չգիտեմ, իտալական մելոդրամաներ են, ինչ որ զինված խմբեր, դեռ չեմ հասցրել նայել ինչ որ ձայնագրություն է հրապարակվել, որ իբր Բակրատ Սրբազանը տարատեսակ հանձնարարություններ է տալի իշխանությունը զավթելու, այս ամենը ավելի քան անհեթեթություն է, հասկանալի է, որ Սրբազան շարժումը մշտապես կողմնակից է եղել Հայաստանի Սահմանադրության, օրենսդրության, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի շրջանակում այս իշխանության փոփոխության, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, այս ամենը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն են, որոնք ակնհայտորեն ժամանակագրային առումով սրվեցին նրա Թուրքիա այցից հետո, երևի Էրդողանից դաբրո է ստացել սեփական իշխանությունը պահելու համար գնալ տոտալ ռեպրեսիաների։ Գիտեք, եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը ժամանակ ունենային եւ ուսումնասիրեին տարբեր բռնապետերի եւ պստլիկ բռնապետիկների պատմությունները, կհասկանային, երբ որ դե յուրե, դե ֆակտո ղեկավարը դիմում է ահա այսպիսի աննախադեպ ռեպրեսիաների, դա նշանակում է, որ այդ մարդը այլևս չունի լեգիտիմություն, դա նշանակում է, որ այդ մարդը ատելի է եւ հանրային, ուրեմն զերոյական համակրանք այլևս չունի, հանրային աջակցություն այլևս չունի, ուստի սեփական իշխանությունը պահելու համար դիմում է ահա նման ռեպրեսիաների։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին Երևանի ԿԿԲ-ի պատվալում գտնվող, որտեղ երեք հայտնի բարերար Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխեցին ԿԿԲ-ի պատվալ գտնվող, ուրեմն Սամվել Կարապետյանի ընտանիքով նախորդին հանդես էր եկել իրավաբանական աջակցության խումբ ստեղծելու առաջարկով, իրավաբանները սպասում են, պատրաստ են, իրավաբանների անունները տեղադրված են սոցիալական էջերում, բոլոր նրանց, ում հարազատները այս պահին Նիկոլյան ռեժիմի կողմից անօրինականորեն բերման են ենթարկվել, իրավական աջակցություն ստանալու համար կարող են դիմել Սամվել Կարապետյանի ընտանիքի աջակցությամբ ստեղծված իրավաբանական խմբին։ Կրկնում եմ, Նիկոլ, այս տերորով դու ոչինչի չես հասնելու, որտեղ դու չես կարողանալու բոլորին եւ բոլորիս կալանավորել։